Գիտեք, մեզ դառը օրեր շատ են վիճակվել, նեղություններ շատ ենք տեսել։ Եղել են արհավիրքներ, եղերն, կոտորած, ամեն ինչ եղել է։ Եվ ես ամեն ինչի մեջ մեղադրում եմ մեր ղեկավարներին բոլոր դարերի։ Մեր ժողովուրդը լավն է, բարի է, ազնիվ է, քաջ է ու խիզախ։ Ո՞ց կարող է այս ժողովրդի հետ նման բաներ կատարվել։ Միշտ ասում են ղեկավարներն են մեղավոր եղել։ Առաջին անգամ համարձակվեց այդ բացատրությունը տալ Եղիշե Չարենցը, ովքեր են մեզ առաջնորդել, իշխաններ Չնչին, Եղկելի եւ այլն, ու հետո մոռացվեց։ Այդ հարցը չի արձարծվել։ Ես նորից վերարտացնում եմ այդ հարցը։ Այո, մեզ լավ ղեկավարներ են պետք, որովհետեւ վատ ղեկավարները մեզ գցում են փորձանքի մեջ, կործանում են երկիրը։ Լավ ղեկավարները տալիս են հնարավորություն զարգացման, վերթևումների, իսկ վերջին տարիները ցույց տվեցին, որ իսկապես իրար հաջորդում են ղեկավարներ, որոնք երկրին չեն բերում այն կարևորը կայուն զարգացման հիմքը, որ մեզ անհրաժեշտ է։ Իսկ վերջին 8 տարիներին մենք ուղղակի աղետ ենք տեսնում։ Եվ այդ պատճառով էլ ասում եմ, պետք են նոր ղեկավարներ, նոր տիպի մարդիկ, ովքեր ունեն ղեկավարման փորձ։ Չի կարելի անփորձ մարդուն վստահել մի ամբողջ երկիր, չի կարելի։ Նա անպայման կկործանի եւ կործանեց։ Անպայման ղեկավար աշխատանքի փորձ, պետական աշխատանքի, որ դրանք շատ կարևոր են ամբողջ աշխարհում, ոչ միայն Հայաստանում։ Մենք սխալվել ենք մինչև հիմա պատահական մարդկանց տալով հնարավորություն փորձարկումներ կատարել խեղճ Հայաստանի գլխի վրա։ Առաջինը փորձ, երկրորդը մեծ հայրենասիրություն, որովհետև գիտեք, գիտելիքների պակաս կարող է ունենալ ու ունի ցանկացած մարդ, բայց սերը հայրենիքի նկատմամբ ուղղակի բխում է ջրվեժի պես ու բուժում է վերքերը ու բացում է ճանապարհ։ Իսկ մարդու հայրենասիրությունը մենք բոլորս գիտենք, մենք իրար ճանաչում ենք, փոքր ժողովուրդ ենք, բոլորս գիտենք ով է եւ ինչ է։ Հայրենասեր պիտի լինի երկրի ղեկավարը, հայրենատեր պիտի լինի երկրի ղեկավարը, հայրենապաշտ պիտի լինի երկրի ղեկավարը։ Մյուս կարևոր հատկանիշը անզիջում կամք։ Չի կարելի խոնարհվողը, հարմարվողը, զիջողը երկրի ղեկավարի չի կարելի։ Պատմության բոլոր դարաշրջաններում եւ Հայաստանի պատմության եւ համաշխարհային պատմության մեջ միայն այն ղեկավարներն են մեզ ապահով ճամփա տվել, ովքեր ունեցել են անզիջում կամք։ Սա կարևորն է։ Որ տեսնեք Նիկոլ Փաշինյանին, ինչ կասեք նրան, ինչ հարց կբարձրացնեք։ Ես իր հետ առանձնազրույց կուզեմ ունենալ։ Ես իրեն ձայն չեմ տվել, ոչ 2018-ին, ոչ դրանից հետո, ոչ մի տարի ես իրեն ձայն չեմ տվել, որտեվ գիտեմ, որ ինքը չի կարող ղեկավարել եւ ցավոք սրտի իմ ենթադրությունները բոլորը ապացուցվեցին։ Ես կուզեմ իր հետ առանձին զրույց ունենալ, ասելու համար այն, ինչ որ հիմա հրապարակավ եմ ասում։ Ոչ մի ատելության խոսք չկա իմ մեջ իր նկատմամբ։ Միայն ես տեսնում եմ, չի կարողանում ղեկավարել։ Չի կարողանում ղեկավարել իր թիմը, որոնցով եկել է հրապարակ եւ կառավարում է, նրանք էլ չեն կարողանում ղեկավարել։ Մշակույթը կործանվեց, կրթությունը կործանվեց, բոլոր ոլորտներում քայքայման process-ներ են, չեն կարողանում ղեկավարել։ Եթե չես կարող ղեկավարել, հեռացիր խաղը, այս է իմ խնդրանքը իրեն։ Հեռացիր խաղը եւ այդ դեպքում այնքան տաղանդավոր մարդիկ կան։ Ես ամբողջ օրը գյուղերում եմ եւ ամենուր տեսնում եմ շատ տաղանդավոր մարդկանց քաղաքականության մեջ, տնտեսության մեջ, ամենուր ես տեսնում այդ մարդկանց։ Եվ այդ պատճառով էլ իմ միակ խնդրանքը սա է. հեռացիր, թող լավ մարդիկ գան կառավարել։ Նիկոլ Փաշինյանը կարող է խաղաղությունները, մանավանդ Արցախյան պատերազմից։ Գիտեք, այն սկզբունքները, որոնցով ինքը առաջնորդվում է, միայն արհավիրք, եղեռն, պատուհաս կարող են բերել։ Միայն դա։ Խաղաղություն կարող է լինել մեզ համար մի դեպքում, եթե մենք ունենք ուժեղ տնտեսություն, ուժեղ բանակ, հզորագույն մշակույթ։ Մշակույթը ոչնչացված է, աշխարհում մեզ ոչ ոք չի ճանաչում։ Ես ամբողջ օր շփումների մեջ մեր հերու ու մոտիկ հարևանները գիտեն միայն խորհրդային տարիների անցյալը։ Այդ տարիների գրողներին, մշակույթի մարդկանց նոր Հայաստանից ոչինչ չգիտեն։ Զանգեզուրի միջանցքի պայմանագիր է կնքվել, ինչ կտա դա մեզ։ Աղետ, միայն աղետ։ Դա պարզ ասեմ հետեւյալը, որ կտրականապես դեմ եմ դրան, պարզ ասեմ հետեւյալը, դրա հետևանքը լինելու է այն, որ ադրբեջանական զորքը մտնելու է այդ միջանցք եւ դա դարձնի իրենց
սուվերեն տարածքը հալածելով հայերին։ Սա է լինելու։ Ես սա ասում եմ Թուրքին լավ իմանալով, ովքեր չեն ճանաչում, կարող են մտածել զանազան բաներ։ Ես Թուրքին լավ եմ ճանաչում։ Թուրքը միայն մի բան է հասկանում։ Իսկ հիմա հայ կողմից հալածվում է հայ առաքելական եկեղեցին, ղեկավարության կողմից։ Ո՞նց եք նայում այդ փաստարկումներին, այդ Գիտեք ինչու է հալածվում, որտեղ հայ առաքելական եկեղեցին հզորագույն կառույց է, երևի աշխարհում ամենակայացած հզորագույն կառույցներից մեկը։ Երբ մեզ թշնամին ցանկացել է ոչնչացնել 1918 թվականին, երբ զիջել են մեր քաղաքական ղեկավարները, ռազմական ղեկավարները, բոլորը պատրաստ էին հանձնել ինչ որ մեզնից թշնամին պահանջել է, միայն Գևորգ 5-րդ Սուրենյանց վեհափառը կանգնեց այդ արհավիրքի դեմ եւ ջարդեց թշնամուն Սարդարապատի ճակատամարտում։ Հիշեք, որ մեր զինվորական ղեկավարները մոտեցել էին վեհափառին, առաջարկելով լքել վեհարանը, որտեղ ասացին մենք սա հանձնում ենք, մենք չենք կարող պաշտպանել։ Սա էր իրանց խելքը, իրենց ռազմական ղեկավարության մակարդակը սա էր։ Եվ վեհափառը կանգնեց ու ասաց, եթե իմ բանակը չի կարող իր վեհափառին պաշտպանել, չի կարող մայր աթոռը պաշտպանել, ապա ես սուր կվերցնեմ, կկռվեմ թշնամու դեմ եւ կընկնեմ վեհարանի աշճանների վրա։ Եվ սկսվեց, հրամայեց վեհափառը։ Իդեպ այդ հուշը մեզ է թողել իմ ամենասիրելի հայ գրողը Ստեփան Զորյանը, որը այդ իրադարձությունների եւ ժամանակակիցն է եւ ականատես է, երբ գեներալը հարցնում է, ասում է վեհափառ, դա ձեր կարծիքն է, իսկ գուցե միաբանները այլ կարծիք ունեն։ Գևորգ կաթողիկոսը հրավիրում է վեհարան միաբանության բոլոր անդամներին եւ ասում է ձեր կարծիքը ասեք։ Ես որոշել եմ կռվել։ Միաբանությունը ասում է վեհապար, մենք ձեզ միանում ենք, մենք կկռվենք, այստեղ կպաշտպանենք հայրենիքը։ Վեհապարը ասում է Գևորգ 5-րդ սրբազան կաթողիկ։ Դե ուրեմն հնչեցրեք հայոց եկեղեցու զանգերը եւ մենք զանգերի ղողանջի ներքո գնացին Սարդարապ ու հաղթեցինք թշնամուն։ Ահա թե ինչ է այսօր հարված է եկեղեցու դեմ։ Այս եկեղեցին այս երկրապահ եկեղեցի է։ Հայաստանի այս առաքելական սուրբ եկեղեցին երկրապահ է։ Ահա ինչու հարվածը մեր եկեղեցու դեմ է, իսկ մենք էլ մեր եկեղեցուն պիտի պաշտպանենք, ինչպես միշտ ենք պաշտպանել։ Սամվել Կարապետյանն է ձերբակալվել հենց եկեղեցուն պաշտպանելու համար։ Ո՞նց է բարերարել ձերբակալությունը։ Ես կուզեի ձեր հարցի մեջ հնչել ոչ թե հարց, այլ ուղղակի պարտադրանք, որ բոլորս վեր կենանք ու պաշտպանենք Սամվել Կարապետյանին։ Որովհետև գիտեք, գրողները եւ լրագրողները նույն մարդիկ են, մենք նույն արհեստը ունենք։ Այդ պատճառով էլ պիտի միջոցներ ձեռնարկել այդ մեծ մարդուն անհապաղ ազատելու կանանչից, որովհետև նա կալանավորված է ազնվության համար, նա կալանավորված է կատարյալ աշխատանքի համար, բարի, հոգատար, ձեռքերը ստեղծագործ, այս մարդը ինչի ձեռք է կպցնում, ծաղկում է։ Տվեք այս մարդուն որևէ ոլորտ ու դուք տեսնեք այդ ոլորտը կծաղկի։ Ահա ինչու ինքը դարձել է աչքի փուշը նրանց համար, ովքեր ոչ մի բանի ընդունակ չեն, ինչի ձեռ են տվել, չորացրել են։ Այս է կոնֆլիկտի բուն իմաստը։ Նոր շարժում է սկսել Սամվել Կարապետյանի կողմից, այսինքն գործնական քայլեր է ձեռնարկել։ Երբևէ կգա ժամանակ, որ կմիանա կամ կհորդորեք միանալ։ Ես արդեն միացել եմ, առաջիններից մեկը ես եմ միացել մեր ձևով շարժմանը, ասեմ ինչու։ Ոչ մի վիրավորական խոսք շարժման անդամները չեն ասում։ Ատելության խոսք չկա։ Դա ինչ շատ է դուր գալու, ես ինքս իբրև մտավորական դեմ եմ վիրավորական որևէ արտահայտության։ Դրա փոխարեն տնտեսական ծրագիր, կրթական ծրագիր, մշակութային ծրագիր, սա հրաշալի է, ու ես հավատում եմ, ինքս լոռեցի եմ, եւ ինձ համար սրբազան ամենալավ քաղաքը աշխարհում Վանաձորն է, որը քայքայված է։ Ոչ մի աշխատատեղ չկա, աղիտ է Վանաձորում։ Իմ սիրելի քաղաքում, որտեղ ծնվել եմ, մեծացել եմ ես։ Իսկ Նարեկ Կարապետյանը միայն ծրագիր առաջարկեց, որ 2-3 տարվա ընթացքում քաղաքը կծաղկի։ Այդպես է լինում։ Ընդդիմություն չի։ Ես ընդդիմության կողմնակից չեմ, ես հայրենատիրության կողմնակից եմ։ Նարեկ Կարապետյանը, երբ այդ ծրագիրը առաջարկեց, դա ընդդիմության ծրագիր չէր, դա հայրենիքի տիրոջ ծրագիրը, ես վստահ եմ, որ ինքը կաներ։ Եվ ես էլ աշխատեմ մշակույթի ոլորտում, առաջ տարել այն ծրագրերը, որը միշտ տարել եմ։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ վստահության քվե ունի, կոնկրետ ձեր վստահության քվեն ունի։ Ես իրեն երբեք ձայն չեմ տվել, որովհետև իմ սկզբունքները սրանք են։ Պետական ղեկավարը պիտի լինի կառավարման մեծ փորձ ունեցող,
պիտի ունենա աշխատանքային փորձ կառավարման ոլորտում, պիտի մեծ քաղաքագետ լինի, մեծ քաղաքագետ, դիվանագիտական բոլոր մանրամասներին տեղյակ, Նիկոլ Փաշինյանը այդ հատկանիշները չունի։ Դրա համար ես իրեն երբեք ձայն չեմ տվել եւ պիտի ասեմ, որ մեր մտավորականության մեջ ոչ մեկը իրեն չի պաշտպանում։ Եվ վերջին հարցը Նիկոլ Փաշինյանը խոնարհվեց զոհերի առջև, ինքը ուներ այդ իրավունքը զոհերի առջև խոնարհվելու եւ ինչ ասելիք։ Գիտեք, ավելի ճիշտ կլիներ, որ ինքը այնպես աներ, որ այդ զոհերը չլինեին։ Իմ թորնիկը 11 տարեկան, ես իր հետ խոսում եմ քաղաքական խնդիրների մասին, նույնիսկ պատերազմական 44-օրյա պատերազմի եւ հետագա ռազմական բախումների հարցերը քննել ենք եւ այդ երեխան ամեն, ասենք, Ջաբրայելի պաշտպանության, գիտեք, որ նեյ ճեղքում եղավ, Շուշիի պաշտպանության հարցերի հետ քննարկել, եթե այդ տղան լիներ Հայաստանի վարչապետ, այս պատերազմում մենք կհաղթեինք։ Սա է ձեր հարցի պատասխանը։ Պետք չի խոնարհվել զոհերի հիշատակի առաջ, պետք է այնպես անել, որ զոհեր չլինեն, իսկ մենք դա կարող էինք անել։ Ամբողջ աշխարհը մեզ պաշտպանում էր պատերազմի սկզբից, մեզ պաշտպանում էին, կային շատ ծրագրեր, որ պատերազմ չլինի, անհավանական բան էր այս պատերազմը։ Ու ամենամեծ ողբերգությունը սա է, որ սա տեղի ունեցավ։ Իսկ մնացածը մենք վաղուց էս վերում ենք աշխատում Ու ձեզ բավականացնում է։ ու մեզ բավականացնում է, հա քիչ էր էլի։ Երբ ես աշակերտ էի Adoro corrajo sabra.